Խաղաղության համաձայնագրի տեքստի ամբողջական համաձայնեցմանը զուգահեռ Հայաստանի արտգործնախարարը այսօր ցավով արձանագրեց. Ադրբեջանը հավելյալ նախապայմաններ է ներկայացնում։ Լավ չի, որ այդպիսի նախապայման է դնում։ Փաստաթղթի տեքստի շուրջ աշխատանքի ավարտի մասին երեկ հաղորդեց Բաքուն, ժամեր անց հաստատեց նաև Երևանը, առաջարկելով քննարկել ստորագրման տեղն ու ժամկետը։ Պաշտոնական Բաքուն միանգամից շեշտեց այդ փուլին հասնելու համար Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արդյոք սա փակ ուղի է, ինչպես է սրան արձագանքելու Երևանը։ Մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով, ընդհանրապես բանակցությունները, եթե մի քիչ ավելի պարզունակելի կրկին ներկայացնենք, պարզա տարբեր շերտեր կամ տարբեր նյուանսներ, տարբեր տոնայնություն, այս պետք է շարունակենք աշխատել։ Բաքվի պնդմամբ Հայաստանի սահմանադրության նախաբանում հղում է անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Միրզոյանը այսօր նշեց, Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումից հետո վերջնականապես արձանագրվել է, որ Բաքվի նկատմամբ տարածքային նկրտումներ մայր սահմանադրությունը չի պարունակում։ Սա նշանակում է, որ նախաբանից անկախության հռչակագիրը չի հանվի։ Արտգործնախարարը պնդեց, թե սահմանադրական փոփոխությունների քննարկումներից տեղյակ չէ։ Ադրբեջանի մյուս պահանջը Մինսկի խմբի լուծարումն է։ Սրան Երևանը համաձայն է, բայց խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթը համաձայնեցվեց, երբ Երևանը ընդունեց չհամաձայնեցված երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները։ Դրանցից մեկը վերաբերում է միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելուն, մյուսը սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն։ Եթե վարչապետ Փաշինյանը երեկ նշում էր, թե ԵՄ դիտորդների մասին փաստաթղթում խոսք չկա, նախարար Միրզոյանը այս կետին այսօր անդրադարձավ հենց դիտորդների օրինակով։ Երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, դա նշանակում է, որ խաղաղություն է հաստատված։ Իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը, հա, հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետևաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Համաձայնեցված մյուս միջազգային հայցերը հետ կանչելու կետի շուրջ ինչ քննարկումներ են ծավալվել կողմերի միջև հայտնի չէ։ Նախարարը այսօր միայն նշեց, Բաքվի հետ համաձայնել են եղած հայցերը հետ կանչել, իսկ հետագայում էլ միմյանց դեմ հայցեր չներկայացնել այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրումը։ Միրզոյանը ինչպես է վերաբերում փաստին, որ սրան զուգահեռ Բաքուն խոսում է անցած 30 տարիների համար կրած նյութական վնասների փոխհատուցումից։ Իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը եւ խաղաղ կարգավորումը եւ հարաբերությունների հաստատումը, միանշանակ ոչ մեկ չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնասը։ Ու թեև փաստաթղթի համաձայնեցմանը զուգահեռ Երևանն ու Բաքուն շարունակում են խոսել վստահության մթնոլորտի բացակայության, ոչ կառուցողական լինելու մասին, բյուջեի կատարողականի քննարկման համար խորհրդարան եկած արտգործնախարարը շուրջ 5 ժամ ընդդիմադիր պատգամավորներին փորձում էր համոզել, որ հենց այդ փաստաթուղթը Հայաստանը դուրս կբերի խորը ճահճից։ Հայաստան խմբակցության պատգամավորների եւ արտգործնախարարի հարցուպատասխանը չանցավ առանց մեղադրանքների։ Ընդդիմադիրների գնահատականին, որ Հայաստանը բանակցային գործընթացում բավարարել է Բաքվի բոլոր պահանջները, Միրզոյանը արձագանքում էր պատասխան մեղադրանքներով, թե ընդդիմությունը պատերազմի խոսույթով է հանդես գալիս։ Այդպես ներկայացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի իշխանություններն էլ կատարում են այդ պահանջները, ես կարծում եմ գուցե ձեզ որևէ ուժի, անձնապես ձեզ կամ ուժի կամ չգիտեմ երկրի կարճաժամկետ քաղաքական դիվիդենդ է բերում, բայց ես խորապես համոզված եմ, որ դա վատ ծառայություն է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այստեղ Հայաստանի Հանրապետությանը վատ ծառայություն մատուցող
անձինք Ադրբեջանի պահանջները կատարողներն են։ Մենակ ավելի վատ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը չէր կարելի որևէ ձև մատուցել։ Գրեթե ողջ քննարկմանը ընդդիմադիրները փորձում էին ստանալ մի հիմնական հարցի պատասխան։ Հայ-ադրբեջանական բանակցություններում կա մի կետ, որ հայկական կողմն է առաջարկել, պնդել այն միջև վերջ հասնելով Բաքվի համաձայնությանը։ Պարոն Միրզոյանը դիվանագիտորեն խուսափեց գոնե մի օրինակ բերել, որ մենք Ադրբեջանի սա ենք պահանջել, ադրբեջանցիք հրաժարվել են։ Դուք մի պահանջ ասեք, մի զիջում, որ իրանք կայել են, տեսեք իրանց պահանջների մենյուն 2020 թվականի նոյեմբերի 10-ի կեսգիշերից սկսած, մինչև այսօր ինչքան է ավելացել։ Տեսեք մեր զիջումների մենյուն ինչքան է ավելացել։ Հիմնականը երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Որոշակի կոնկրետ ըմբռնմամբ արդեն խոսեցի 91 թվականի սահմանների մասին։ Երկու կողմերը պարտավորվում են ուժ չկիրառել։ Ընդդիմությունից հիշեցրին, մինչ այժմ Բաքուն կոնկրետ տարածքով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Ավելին շարունակում է օկուպացված պահել հայկական շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որ բազմաթիվ հարցեր մնում են չլուծված, Միրզոյանը ընդունեց, բայց զուգահեռ շեշտեց, այլ տարբերակ, քան ընտրված ճանապարհն է չկա։